Թագուհի Ղազարյանի եւ Սիսա Գաբրելյանի հեղինակած այս նախագծերի մասին խոսել եմ եւ այդուհանդերձ նպատակահարմար եմ գտնում մեկ անգամ եւս անդրադառնալ, քանի որ նախագծերը օգտագործվում են հայ առաքելական եկեղեցին վարկաբեկելու, ինչպես քիչ առաջ ականատես եղանք եւ բազմաթիվ ստահոդ հայտարարություններ եւ հաստատումներ տարածելու համար։ Հիշեցնեմ, որ նախագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պետական ցանկերում ներառված ոչ պետական պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեցող պաշտամունքային կառույցները օտարվեն միայն կառավարության համաձայնությամբ, որպեսզի, ինչպես հիմնավորում են հեղինակները, այդ հուշարձանները ոչ հանրօգուտ եւ իրենց նշանակությունից տարբերվող նպատակներով չօգտագործվեն։ Առաջին հայացքից սա ականջահաճո է հնչում, բայց մեկ անգամ եւս բարձրաձայնեմ։ Սա ենթադրյալ եւ վարկաբեկիչ թեզ է, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին երբեք որևէ հուշարձան չի օտարել եւ ոչ էլ պատրաստվում է օտարել պատմության եւ մշակույթի որևէ անշարժ պաշտամունքային կառույց։ Երկրորդ, օրինագիծը իմաստազուրկ է եւ չի նախատեսում գործնական արժեք ունեցող իրավական կարգավորում, քանի որ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների նպատակային նշանակությունը որևէ մեկը իրավասու չէ փոխել անկախ վերջինի սեփականության ձևից։ Ուստի օտարելու դեպքում շարունակվելու է պահպանվել նույն իրավական ռեժիմը։ Որևէ տրամաբանության չի ենթարկվում նաև այն դիրքորոշումը կամ օրենսդրական կարգավորումը, որ պետական ցանկերում գտնվող կառույցները կարող են համարվել օտարման ենթակա։ Եվ ամենակարևորը, այս եւ մի քանի նախաձեռնությունների առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որով եկեղեցին հանդես է գալիս օրենսդրության առավել խստացման դիրքերից, մասնավորապես պետական ցանկերում գտնվող բոլոր հուշարձանները համարելով համազգային ժառանգության մաս, եկեղեցին մերժում է հուշարձանի կարգավիճակ ունեցող որևէ պաշտամունքային կառույց օտարելի հնարավորությունը անկախ սեփականության ձևից։ Եվ ես կարծում եմ, ինչպես քիչ առաջ եւս համոզվեցինք, որ այս նախաձեռնությունը երկրում սկիզբ առած հակաեկեղեցական արշավի մաս է, որը առերևույթ հայ առաքելական եկեղեցին վարկաբեկելու եւ հանրության շրջանում հակաեկեղեցական տրամադրություններ ձևավորելու քաղաքական նպատակ է հետապնդում։